Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, պարոն Մինասյան, հրավերն ընդունելու համար։ Շատ կարևոր թեմաներ կան, փորձենք առանձնացնել եւ դրանցից յուրաքանչյուրին գնահատական հնչեցնենք, բայց մինչ այդ Աբու Դաբիի ընտրությունը որպես բանակցային հարթակ, ձեզ մոտ ինչպիսի տպավորություն է թողում։ Կարող ենք ասել, որ այն միջազգային դիվանագիտական ներկայիս վերաձևակերպումների մեջ առաջնայնություն է ստանում ի հաշիվ եվրոպական տարբերակի, ավանդական միջնորդական դերի թուլացման տեսանկյունից եվրոպական հարթակի։ Կարծում եմ դա բավականին բնականաբար շատ տրամաբանական զարգացում է, որտեղ իսկապես Էմիրատները ունենալով եւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների բավականին լայն շրջանակ եւ արևմտյան երկրների հետ, իդեպ նաեւ Միացյալ Նահանգների հետ առանձին, այնտեղ նաեւ անվտանգային լուրջ բաղադրիչ կա եւ Եվրոմիության հետ, ավանդական արաբական աշխարհի երկրները նաև ունեցել են բավական սերտ հարաբերություններ Ռուսաստանի հետ եւ բացի դրանից նաև աշխարհակահական այս համապատկերում նաև կարևորվում է Չինաստանի ներգրավությունը ծոցի երկրներում եւ այդ բոլոր գործոնները իր դերը խաղում են եւ մենք դա տեսանք եւ հայ-ադրբեջանական այդ բանակցային գործընթացում եւ դա նաև տեսնում ենք շարունակվող Ուկրաինայի շուրջ բազմաստիճան բանակցություններում, որտեղ ներգրաված են եւ ռուսական եւ ուկրաինական կողմերը Միացյալ Նահանգների ղեկավարությամբ կամ միջնորդությամբ։ Բանակցությունների չեզոք հարթակ կարելի է անվանել սա։ Կարծում եմ համենայն դեպս դա այն հարթակն է, որը որ ընդունելի է գրեթե բոլոր տարածաշրջանային եւ գլոբալ դերակատարների համար եւ դա է նաեւ դրա արդյունքն է, որ մենք տեսնում ենք արագացվող այդ դիվանագիտական տարբեր միջոցառումների անցկացումը այդ վայրում։ Զայդի մրցանակը ստացան Ադրբեջանի նախագահը եւ Հայաստանի վարչապետը։ Ինչ կարեւորության մրցանակ է սա եւ նաեւ ինչպիսի նշանակություն ունի եւ ունենալու է դա։ Դե կարծում եմ մեզ համար կարևոր է այն, որ նաև այդ մրցանակը, որը որ սիմվոլիկ նշանակություն ունի, բայց դրա հետ մեկտեղ պրակտիկ նշանակություն այն է, որ հնարավորություն է տալիս հնչեցնել եւ նաև լսել ներգրաված կողմերի մոտեցումները խաղաղության գործընթացի շարունակականության մասին։ Այսինքն մենք գիտենք եւ դա գաղտնիք չէ Ադրբեջանի մոտեցումները, ասենք վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման առումով, բայց երբ որ Ադրբեջանի նախագահան նաեւ այդ մրցանակի ոնց որ ավանդույթներից կամ կանոններից ելնելով նաեւ ստիպված է որոշ խոսքեր եւ որոշ հայտարարություններ անել, որոնք որ այս կամ այն ձևով ցուցաբերում են բանակցային գործընթացի շարունակականությունը, կարծում եմ դա մեզ համար պրակտիկ նշանակություն է։ Այսինքն, պարոն Մինասյան, հնարավոր չէ, որ Ադրբեջանը որևէ հետքայլ կատարի խաղաղության այս գործընթացից, այսինքն մենք կարող ենք վստահաբար ասել, որ Ադրբեջանն էլ է ուզում խաղաղությունը, ինչին ձգտում է հայկական կողմը։ Կարծում եմ դուք հասկանում եք, որ Աբու Դաբիի եւ այդ մրցանակը եւ բանակցությունները դա խաղաղության գործընթացի շարունակականության էլեմենտներից մեկն է։ Կան ավելի կարևոր էլեմենտները, առաջերտին բնականաբար կարծում եմ Միացյալ Նահանգների անմիջական ներգրավվածությունը եւ Վաշինգտոնյան համաձայնությունների եւ նաեւ նախագահ Տրամպի համբավը իր այն, որ այդ գործընթացը նաև անմիջապես կապվում է իր անվան հետ, դա նույնպես լուրջ զսպման գործոն է խաղում, բայց բնականաբար դա նույնպես երևի թե առանցքային, բայց այդ գործոններից մեկն է։ Այստեղ կա նաև տարածաշրջանային երկրների մոտեցման, ռազմաքաղաքական միգուցե փխրուն եւ ոչ լիովին բալանս, բայց համենայն դեպս այդ հանգամանքները կա Եվրոմիության ներգրավությունը եւ այլն։ Այսինքն այս առումով մենք պիտի միջոցառումը եւ մրցանակը դիտարկենք որպես էլեմենտներից մեկը։ Հանդիպեցին վարչապետն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Պաշտոնական հաղորդագրությունը որպես այդպեսին շատ ծավալուն չէ, բովանդակության մասին թե կոնկրետ որքան բաց են քննարկել իրենք հարցերը չկա, բայց մի քանի դետալային հարցեր կան։ Կարևորել են, որպեսզի հետագայում այս խաղաղության գործընթացի դինամիկան առաջ գնա, թրիփի մասին են խոսել եւ այլն։ Ընդհանուր առումպես ինչ գնահատականի է արժանի հանդիպումը։ Ես կարծում եմ դա բավականին տրամաբանական ֆորմատներ,
հաշվի առնելու նաև ոնց նշեցի վայրի ընտրությունը եւ այդ միջոցառման հետ կապված առանձնահատկությունները, բայց բացի դրանից նաև մենք մոռացանք նշենք, որ նաև նախորդ ֆորմատներում եւ այդ խաղաղության խորհրդի հետ կապված եւ այլն, այսինքն եւ Հայաստանը եւ հատկապես Ադրբեջանը փորձում են նաև այս բանակցային գործընթացի գոնե դեկլարատիվ էլեմենտը նաև օգտագործել երկրի Ադրբեջանի դեպքում դա ավելի կարևոր է, այսինքն համբավի հեղինակության ինչ որ վերականգնման, որտեղ հասկանալ է, որ Ադրբեջանի դեպքում դա լուրջ զսպող գործոն է եւ Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության հետ հարաբերությունում։ Հետեւաբար նմանատիպ հայտարարությունների շարունակականությունը նույնպես կարծում եմ պիտի փորձենք դիտարկել այդ կտրվածքով։ Կարելի է ակնկալել որևէ փուլում այս տարվա ընթացքում թեկուզ քայլ առաջ խաղաղության գործընթացում։ Դուք դինամիկան տեսնում եք, որը կողմերը դրական գնահատեցին։ Ես կարծում եմ այստեղ շատ կարևոր է ընդհանրապես գործընթացի շարունակականությունը։ Սպասել, որ ինչ որ կտրուկ զարգացումներ լինեն հատկապես հաշվի առնելով անցած տարվա օգոստոսի նախաստորագրված փաստերի ներկայությունը, դժվար թե կարելի է ասենք սպասել։ Մյուս կողմից նաև հաշվի առնելով Ադրբեջանի հայտարարությունները, այն նախապայմանները, որոնք որ այս կամ այն ձևով հնչեցվում են, որոնք որ կապված են նաև Հայաստանի հետ, եւ մենք այդ իրականությունը նույնպես պիտի հաշվի առնենք։ Այստեղ մենք դժվար թե առավել եւս միջև ասենք Հայաստանում սպասվող ընտրությունները մենք տեղի ունենան ինչ-որ լուրջ զարգացումներ, դրական որոշ մեսեջներ կարծում եմ կլինեն կապված ավելի շատ երրորդ կողմերի ներգրավության, խոսքը գնում ասենք հայ-թուրքական գործընթացի մասին, բայց այստեղ նույնպես մենք պիտի հասկանանք, որ այո, Ադրբեջանը այստեղ ունի շատ կարևոր դիրքորոշում եւ կարծիք, հատկապես 20-23 թվականի իրադարձությունների պահով, բայց նաեւ սիմվոլիկ շարունակականությունը հայ-թուրքական գործընթացում նույնպես մենք պիտի փորձենք դիտարկել նաև ավելի լայն տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության հաստատման գործընթացների համատեքստում։ Աբու Դաբիում այս ամենին զուգահեռ Ալիևի եւ Փաշինյանի հանդիպմանը եւ նաեւ մրցանակին զուգահեռ տեղի էր ունենում մեկ այլ իրադարձություն, որը նաեւ այսօր է շարունակվում։ Խոսքը ռուս-ուկրաինական բանակցություններին է վերաբերում 3 կողմով՝ Միացյալ Նահանգների, Ուկրաինայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դիտարկումներ կանեք, ինչպիսի բանակցություններ եք ակնկալում դուք եւ ինչպիսի վերլուծություն կարող եք անել այս բանակցություններից հետո։ Սա արդեն երկրորդ փուլն է բանակցությունների։ Դա երկրորդ փուլն է, բայց նաեւ հիշեցնեմ, որ ներկայիս Միացյալ Նահանգների ադմինիստրացիա եւ Ռուսաստանի միջև այդ թվում նաեւ ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցությունները նույնպես ժամանակին, գրեթե մի տարի առաջ սկսվել են նույն Աբու Դաբիում, դա ի շարունակություն այն մտքի, թե Աբու Դաբին որպես դիվանագիտական հարթակ դառնում է ավելի եւ ավելի տեսանելի միջազգային դիվանագիտության տեսանկյունից։ Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական այս բանակցությունը, ապա այստեղ մի լուրջ առանձնահատկություն կա դիվանագիտական գործընթացի նախորդ փուլերի համեմատած, այն որ մասնակից կողմերը, ես նկատի ունեմ եւ Ուկրաինան եւ Ռուսաստանը, մասնակիցների կազմը մեծամասամբ դա ռազմաքաղաքական ղեկավարությունն է, ռուսական կողմը օրինակ ղեկավարում է գլխավոր զինված ուժերի գլխավոր վարչության, դա ռազմական հետախուզության պետն է, ուկրաինական կողմից նույնպես համադրելի մասնակիցներն են եւ իրականում քննարկումը վերաբերվում է շատ ավելի կոնկրետ եւ շատ ավելի մանրամասն խնդիրներին, քան դա եղել էր բանակցային գործընթացի գրեթե բոլոր փուլերում, սկսած 22 թվականի մարտին, ապրիլին հայտնի Ստամբուլյան բանակցություններից։ Հատկապես որ խնդիրների վրա են հատկապես խնդիրը դա սառեցման ռեժիմի եւ նաեւ պայմանների, բայց այդտեղ նաեւ մենք պիտի նշենք, չնայած որ բավականին այս անգամ ավելի ոնց որ մանրամասն եւ ավելի լուրջ քննարկումներ ունենան, բայց ես չեմ կարծում, որ մենք իսկապես կանգնած ենք ինչ-որ լուրջ առաջ խաղացմանը բանակցային գործընթացում, որտեղ նաև այս փուլում եւ Միացյալ Նահանգների կողմից եւ նաեւ բանակցող կողմերի համար առանցքային հարցը դա տարածքային խնդիրներն են։ Դու գիտեք, որ ռուսական կողմը որպես նախապայման պահանջում է, որ ուկրաինական զորքերը դուրս գան Դոնեցկի շրջանի, Դոնեցկի մարզի մնացած տարածքներից, մի հանգամանք, որը որ կարծում եմ այս պահին դժվար թե քաղաքական առումով ընդունելի լինի Ուկրաինայի իշխանությունների համար,
բայց դա նաև այն կետն է, որի շուրջ թվում է թե գոնե Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների բանակցող կողմերի միջև կա ինչ որ ընդհանուր պատկերացում։ Ես չեմ ասում, որ այստեղ մի իրավիճակ է, երբ որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը ոնց որ միացրած պահանջում են ուկրաինական զորքերի դուրս բերում, բայց համենայնդեպս այս հանգամանքը բանակցող կետերից մեկն է, նաև այլ կետեր հետ մեկտեղ, ինչը մի կողմից բարդացնում է այս իրավիճակը, բայց մյուս կողմից ոնց որ նշեցի այն հանգամանքը, որ այս 4 տարվա ընթացքում առաջի անգամ բավականին լուրջ, արդեն երկրորդ ռաունդում ուկրաինական եւ ռուսական բանակցողները, զինվորականները ներգրաված քննարկում են լուրջ դետալներ, դա ինչ որ շատ զգուշավոր օպտիմիզմի մասին է խոսում, բայց դեռ իսկապես դժվար թե ակնկալել, որ մենք ունենանք բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց եւ առավել եւս ռազմական գործընթաց։ Նաեւ նկատի ունեք սառեցումը կամ որևէ զինադադարը։ Իհարկե մենք չենք խոսում վերջնական պայմանագրի մասին, սառեցման կամ հնարավոր զինադադարի մասին ենք, չէ՞ խոսում։ Բնականաբար, որտեղ ցավոք սրտի ուկրաինական հակամարտության եւ մասշտաբները, եւ լարվածությունը, եւ կորուստները, եւ ընդհանրապես նաեւ այդ էգզիստենցիոնալ բնույթը, որը ստացել է եւ Ուկրաինայի, եւ Ռուսաստանի, եւ նաեւ մասամբ ուղղակի կամ անուղղակի ներգրաված, ասենք, եվրոպական երկրների համար հնարավորություն չի տալիս, որ նմանատիպ հակամարտությունը միանգամից ինչ որ լուծումներ ստանա։ Ավելին, նույնիսկ եթե կողմերը միջազգային հանրության աջակցությամբ կամ ճնշմամբ ինչ որ մի պահին հրադադարի ռեժիմի ինչ որ հասնեն, դա նույնպես լիովին երաշխիք չի, որ ինչ որ այլ փուլում ռազմական գործողությունները կրկին չեն վերսկսվի, բայց դրա հետ մեկտեղ նաև մենք տեսնում ենք, որ ոնց որ շատ հաճախ նման մասշտաբի գլոբալ ռազմական եւ ռազմական հակամարտություն նաև մշտապես ուղեկցվում են դիվանագիտական բանակցային տրեկով ուղղություններով։ Որ կողմն է ավելի շահագրգռված այս բանակցությունների շարունակականությունից, անգամ եթե դրանք արդյունավետ չեն։ Շարունակականության պահով կարծում եմ երկու կողմերն էլ շահագրգռված են, բայց ավելի շատ շահագրգռված են, որ այդ բանակցությունների հնարավոր ձգձգումը կամ տապալումը այդ մեղքը արդեն մյուս կողմի վրա։ Դրա հետ մեկտեղ նաև Միացյալ Նահանգները, որոնք որ այս նոր ադմինիստրացիան արդեն մի տարվա ընթացքում Տրամպի ադմինիստրացիայի ժամանակ փորձում են ինչ որ մի ձևով այդ հակամարտությունը սառեցնել, այս մի տարվա ընթացքում Միացյալ Նահանգների ադմինիստրացիայի մոտ թվում է թե ստեղծվել է վերջապես այն պատկերացումը, որ ուկրաինական ճգնաժամը տարբերություն մնացած 8 պարոն Տրամպի նշած այդ հակամարտություններից իր բնույթով եւ իր մակարդակով, իր լարվածությամբ տարբերվում է եւ այդքան էլ հեշտ չի դա անել, բայց դրա հետ մեկտեղ մենք պիտի հասկանանք, որ յուրաքանչյուր պատերազմները ուշ թե շուտ ավարտում են կամ հրադադարով կամ խաղաղությամբ եւ դա պայմանավորված է բացի քաղաքական դիվանագիտական հանգամանքներից նաեւ ուժերի հյուսման ռեսուրսների սպառման առումով եւ այստեղ վիճակը բավականին դժվար է եւ ուկրաինական եւ ռուսական կողմի համար եւ մարդկային եւ ֆինանսական եւ այլ ռեսուրսների տեսանկյունից։ Պարոն Մինասյան, երբ ասում ենք սառեցված իրավիճակ թեկուզ ստեղծվի, դա ներկա իրավիճակի մասին է խոսք, այսինքն նույն ստատուս քվոն կպահպանվի այնպես ինչպես հիմա կա, թե ինչ որ հարցում կողմերից մեկը ինչ որ զիջման կգնա նույն Դոնեցկի մասով, այսինքն միգուցե Ռուսաստանը հետ կանգնի իր նախապայմանից, միգուցե Ուկրաինան որոշի, որ ընդունում է այդ նախապայմանը, մենք ինչ իրավիճակի դեպքում ենք սառեցում պատկերացնում հնարավոր։ Ձեր նշած այդ առանցքային կետը հանդիսանում է գլխավոր այս պահին գլխավոր խնդիրը, ինչի կողմերը չեն գնում ռազմական գործողությունների դադարեցման, որովհետև ուկրաինական կողմի համար այս պահին ելնելով նաև աշխարհակահական իրականության եւ ռեսուրսների բալանսից, իհարկե ընդունելի կլներ սառեցում այս ստատուս կվոյի, այն շփման գծում, որը որ կա այս պահին։ Այն դեպքում, երբ որ ռուսական կողմը իր սեփական ռազմավարական, ռազմաքաղաքական հաշվարկներից ելնելով կարծում է, որ դեռ հնարավորություն ունի շարունակելու ռազմական գործողությունները, այդ թվում նաև շատ դանդաղ, երբեմն նույնիսկ մետրերով կամ տասնյակ մետրերով օրական
առաջխաղացմամբ շարունակել ռազմական գործողությունները եւ որպես նախապայման ոնց որ նշեցի նաեւ պահանջում է որ ուկրաինական զորքերը դուրս գան Դոնեցկի մասի այն մասից որը խոսքը գնում է Սլավյանսկի Կրամատորսկի կոնգլոմերացիա եւ որոշ շրջանների մասին հանգամանք որը որ եւ քաղաքական եւ ռազմավարական տեսանկյունից բնականաբար այս պահին այս ասենք ռազմական իրավիճակում դժվար թե կարելի է պատկերացնել որ ընդունելի կլինի Ուկրաինայի ղեկավարության համար։ Որքան կարևոր է այս նախապայմանը Ռուսաստանի համար եւ որ տարբերակում է հնարավոր որ այս նախապայմանը չլինի եւ որքան է կարևոր Ուկրաինայի համար Դոնեցկի այդ մասը որ ինքը որևէ կերպ նախապայմանը չի ընդունում ու դա իր համար կարմիր գիծ է համարում։ Ոնց որ նշեցի Ուկրաինայի դեպքում այդտեղ կարևոր է եւ քաղաքական ասենք հանգամանքը եւ ռազմավարական նկատառումները, որտեղ այդ նույն շրջանները բավականին լուրջ եւ ֆորտիֆիկացիոն առումներով եւ կոմունիկացիաների առումով նախապատրաստվել են երկարաժամկետ պաշտպանության համար եւ այդ առումով ուկրաինական կողմից իսկապես շատ դժվար է հրաժարվել այդ կետերից, այդ մասերից։ Ինչ վերաբերում Ռուսաստանին, ապա Ռուսաստանը բազմիցս նշել է, որ հաշվի առնելով նաեւ այսպես կոչված սահմանադրական սահմանները Ես ուզում եմ հիշեցնեմ 22 թվականի սեպտեմբերին այդ հայտնի հայտարարությունը, որ 4 նոր շրջաններ հայտարարվել են Ռուսաստանի տարածք եւ Ռուսաստանը նշում է որպես փողզիջում համաձայն է ճանաչել շփման գիծը այլ երկու շրջաններում Զապորոժիայի եւ Խերսոնի դեպքում այն ստատուս կո այն շփման գծով որը կա, բայց պահանջում է ուկրաինական կողմից դուրս բերել զորքերը Դոնեցկի շրջանից, որը որ ավելի կարևոր ունի նշանակություն նախկինում եւ տնտեսական առումով եւ ժողովրդավարական առումով, որտեղ կարևոր 2-3 քաղաքներ են մնում եւ նաեւ սիմվոլիկ էլեմենտ է, որտեղ ռազմական գործողությունները հեռավոր 2014 թվականին արևելյան Ուկրաինայի շրջանում սկսվել են հենց նաեւ այդ նշված քաղաքների եւ տարածքների շուրջ։ Պարոն Մինասյան, որքանով է վտանգավոր սառեցված, բայց չլուծված հակամարտության մոդելը գլոբալ կայունության տեսանկյունից։ Դա բավականին վտանգավոր է, որտեղ ոնց որ ես նշեցի, էկզիստենցիալ բնույթը, որը որ ստացել է ուկրաինական հակամարտությունը եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար, նաեւ դառնում է չափազանց կարեւոր օրինակ Եվրոմիության համար։ Եվ այստեղ մենք պիտի հաշվի առնենք, որ նաև ուկրաինական հակամարտության նախորդ փուլերում, հատկապես 22-23 թվականներին, երբ որ ռազմական գործողությունները մեղմ ասած այդքան էլ նպաստավոր չէին շարժվում Ռուսաստանի համար, Ռուսաստանը նաև օգտագործել է միջուկային գործոնը համենայն դեպս կոմունիկացիոն, ասենք, էլեմենտով իր արևմտյան գործընկերների հետ։ Եվ հասկանալի է, որ այս հակամարտության եւ շարունակությունը, վերտիկալ եւ գորիզոնտալ էսկալացիան, եթե կարելի ասել, հղիա բավականին լուրջ հետևանքներով ոչ միայն կոնկրետ Ուկրաինայի շուրջ, այլ նաեւ Եվրոմիության երկրների հետ Ռուսաստանի հնարավոր առճակատման, որտեղ նաեւ հասկանալի է, որ Ռուսաստանը հանդիսանում է միջուկային երկիր, իսկ Եվրոմիության դեպքում նաեւ երկու երկրներ, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան նույնպես ունեն միջուկային պոտենցիալը եւ բացի դրանից նաեւ պարզ է, որ Միացյալ Նահանգները, որոնք որ այս մի տարվա ընթացքում որոշ չափով ինչ որ առանձնահատուկ դիրքորոշում ունեն ի տարբերություն ասենք Բայդենի ադմինիստրացիային այս հակամարտությունում, բայց նույնպես հանդիսանում են լուրջ միջուկային երկիր եւ նաեւ այդ տեսանկյունից ես նաեւ պիտի նշեմ, որ փետրվարի 5-ին նաեւ լրացավ վերջին գործող միջուկային սպառազինությունների վերահսկման պայմանագիրի ժամկետը եւ մենք այս պայն չունենք ի տարբերություն նույնիսկ սառը պատերազմի ամենաբարդ տարիներին մենք չունենք որևէ պայմանագիր, որը որ ինչ որ մի ձևով զսպում է եւ սահմանափակում է երկու գլխավոր միջուկային դերակատարների Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների միջուկային ռազմավարական սպառազինություններից մրցվածք։ Այսինքն այս համատեքստում պատկերացնում եք, որ այո, գլոբալ անվտանգության խնդիրները եւ շրջանակները չափազանց ավելի բարդացրել են, քան մենք դա ունեցել ենք մի քանի տարի առաջ կամ նույնիսկ մի տարի առաջ։ Լավ, այս մասով ամփոփենք, բանակցություններն ի վերջո երբ որ այսօր ավարտվեն, ինչ եք կարծում
ինչ քայլի կհանգեն, դեպի ուր կգնան հաջորդ բանակցություններ, թե ինչ-որ պայմանավորվածություն, թեկուզ ձեռք կբերվի բանավոր գետնի վրա։ Եվ ի վերջո կա մի փաստաթուղթ, մեկ փաստաթուղթ, որի շուրջ քննարկումները ծավալվում են, թե ուղղակի քննարկումներ են ընդհանուր հարցերի շուրջ։ Գիտեք, դրանց մեջ կարան ընդհանրապես կա, եթե բոլոր կետերը չեն բանակցվել եւ չեն համաձայնվել, ոչի բան չի համաձայնվել, բայց մյուս կողմից էլ նաեւ երբեմն բանակցությունները եւ այդ թվում նաեւ ինչ-որ կոնկրետ թեմաների շուրջ պայմանավորությունները կարան հիմք հանդիսանան հետագա բանակցային գործընթացին։ Այստեղ ինձ համար կարևոր այն է, որ Միացյալ Նահանգների ադմինիստրացիան ցուցաբերում է պատրաստակամություն շարունակելու այս դժվար բանակցությունները, հասկանալով, որ իսկապես դա շատ հեշտ պատերազմ չի եւ շատ հեշտ հակամարտություն չի եւ պիտի շարունակեն ներգրավել տարբեր ռեսուրսները եւ ճնշման եւ համոզման, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ուկրաինայի վրա եւ նաեւ բնականաբար այս մակարդակի ավելի շատ տեխնիկական բանակցությունները որևէ առաջխաղացմանը չեն կարա բերեն, որովհետեւ այստեղ խոսքը գնում է ոչ թե տեխնիկական լուծումների, այլ քաղաքական մոտեցումների եւ որոշմանը, որը որ արդեն նշեցինք, եւ այս բային դիրքորոշումները գրեթե այնքան տարբերվում են, քան դա մի քանի ամիս կամ պատերազմի սկզբում ա եղել, բայց համենայն դեպս այն, որ կողմերը նաև եւ Ուկրաինայից եւ Ռուսաստանից հնչում են տարբեր ձևի հայտարարություններ, որ այս պատերազմի գինը արդեն իսկապես շատ դժվար է եւ շատ ծանր է նստում հասարակությունների, պետությունների վրա, կարծում եմ դա ինչ որ հետագա փուլերում միգուցե ամիսների ընթացքում հնարավորությունների պատուհան տա հակամարտության սառեցման տեսանկյունից, միգուցե ամռանը կամ աշնանը։ Մեկ այլ թեմայի գալով Օվերչուկն է հայտարարություն արել, իմիջիայլոց օրերին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է գտնվում Ռուսաստանում, հանդիպումներ է ունեցել այդ թվում Լավրովի հետ, բայց Օվերչուկի հայտարարության մասին կուզեի ձեր գնահատական լսել, նա հայտարարել է, որ Եվրամիությունը տնտեսական միությունից կարծես թե վերածվել է ռազմաքաղաքական միության, ոնց է գնահատում այս հայտարարությունը, եւ նաեւ Լավրովն էր այս մասով խոսել, իրենք դեմ չեն կարծես թե Հայաստանի որևէ ընտրության Եվրամիության պարագայում, բայց այստեղ եւս մեկ անգամ շեշտ է դրվում այն բանի վրա, որ լինել Եվրամիության մեջ եւ լինել ԵԱՏՄ-ի մեջ միաժամանակ հնարավոր չէ, բայց ամեն դեպքում կհարգեն Հայաստանի ընտրությունը։ Ձեր գնահատականը։ Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ այո, իսկապես եւ ԵԱՏՄ եւ ԵՄ-ի անդամակցությունը հնարավոր չի ոչ միայն ռազմավարական, այլ նաեւ տնտեսական եւ ընդհանուր շուկայի հանգամանքներից ելնելով, այդպեսին է, բայց նաեւ մենք գիտենք, որ դժվար թե մոտակա ամիսների կամ տարիների ընթացքում Հայաստանի ԵՄ անդամակցության հանգամանքը դիտարկվի իրական հարթության մեջ, սակայն նաեւ ձեր նշած մի կարևոր հանգամանք, որը որ փորձագիտական դաշտում նույնպես քննարկվում է, դա այն է, որ իսկապես ուկրաինական պատերազմը մի կողմից Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, ՆԱՏՕ-ի փոփոխությունները բերում են նրան, որ Եվրամիությունը իսկապես դառնում է ռազմավարական դաշինք եւ այսպես կոչված ռազմավարական ինքնավարության գործոնը ստիպում է եւ ԵՄ-ին որպես կառույց եւ ԵՄ անդամ երկրներին ավելի մեծ ուշադրություն դարձնել ռազմական եւ անվտանգային բլոկին եւ այս առումով դա իսկապես այդպես է ուրիշ բան որ եթե նմանատիպ հայտարարություններ հնչում են նաև քաղաքական գործիչների կողմից, վարչապետներից, նախագահներից, փոխվարչապետներից, ապա դա իր մեջ իսկապես որոշ քաղաքական մեսիջներ կարա ունենա, սակայն մենք պիտի հասկանանք, որ ընդհանուր առմամբ այս վերջի տարիների ընթացքում եւ Ռուսաստան, Եվրամիություն եւ մեր տարածաշրջանում մենք տեսնում ենք, որ անվտանգային սպառնալիքների եւ անվտանգային սպառնալիքների նաեւ երրորդ կողմերի արձագանքների աստիճանները բավականին բարդացել են։ Վերջին հարցը, ինչ սպասելիքներ ունենանք Միացյալ Նահանգների փոխնախագահի այցից Հայաստան, այնուհետև նաև Ադրբեջան։ Ես կարծում եմ, որ այդ այցը կարևոր է եւ երկկողմ կտրվածքով Հայաստան Միացյալ Նահանգներ ռազմավարական համագործակցության համատեքստում տարածաշրջանային անվտանգության
հանգամանքներից ելնելով, որովհետև բացի տրիպը դա նաև մի գործոն է, որը որ կարող նպաստի եւ նպաստում է նաև ընդհանուր ավելի կայուն տարածաշրջանային միտումներին եւ հայ-ադրբեջանական խաղաղության այս գործընթացին։ Եվ բնականաբար մենք Հայաստանի տեսանկյունից պիտի դիտարկենք այդ համատեքստում, դրա հետ մեկտեղ նաև պիտի հասկանանք, որ դա Հայաստան ամենայն դեպս կատարվող ամենաբարձրաստիճան Միացյալ Նահանգների պաշտոնյայի այս ամբողջ հետխորհրդային եւ Հայաստանի Հանրապետության անկախության շրջանում եւ նաեւ մյուս այլ մեր սպասումները, որ այն հանգամանքները եւ այն քննարկումները, որոնք որ տեղի ունենան հատկապես տարածաշրջանային անվտանգության համատեքստում, նաեւ նույն ձևով կկրկնվեն եւ կներկայացվեն միգուցե նույնիսկ ինչ որ ավել ասենք հարթություններով նաև Վենցի այցի ժամանակ Բաքվի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Զրուցակիցս Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն էր, կհանդիպենք։